Խորհրդարանի լիագումար նիստը բացվեց քաղաքական հայտարարություններով, մեծամասնության առաջնորդները կենտրոնացան երկրի արտաքին քաղաքականության վրա և նշեցին, որ Եվրամիությունը անարդար քաղաքականություն է վարում Վրաստանի նկատմամբ։ Նրանք նաև քննարկեցին Եվրամիության հետ երկխոսությունը վերսկսելու հարցը։ Հանուն Վրաստանի կուսակցության անդամները սուր քննադատության ենթարկեցին կառավարությանը։ Նրանք նշեցին, որ վրացական երազանքը պայքարում է ժողովրդավարական արժեքների դեմ և միայն իշխանության ամրապնդման մասին է մտածում։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը վաղը կքննարկի, կքվեարկի Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին զեկույցի վերաբերյալ, որը պատրաստել է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից ստանձնած պարտավորությունների և դրանց կատարման մոնիթորինգի կոմիտեն, որի համազեկուցողներն են Էդիթ Էստերլան և Սաբինա Չուդիչը։ Վեհաժողովը նշում է, որ նախորդ բանաձևերի ընդունումից ի վեր Վրաստանում ժողովրդավարական վատթարացումը շարունակվել է և իշխանությունները չեն կարողացել կատարել դրա որևէ առաջարկություն։ Փաստաթղթում կոչ է արվում անհապաղ դադարեցնել ընդդիմադիր կուսակցությունների արգելման նախաձեռնությունը և դրանց առաջնորդների, այդ թվում Նիկա Մելիայի և Էլեն Խոշտարյայի քաղաքական դրդապատճառներով հետապնդումը, չեղարկել բռնաճնշող օրենքները, ինչպիսիք են քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, օտարերկրյա ազդեցության թափանցիկություն և օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքները, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը։ Այն նաև կոչ է անում դադարեցնել քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների նկատմամբ բռնաճնշումները, կրթության բարեփոխումների թափանցիկ կառավարում, ոստիկանության, բռնության և խոշտանգումների, այդ թվում ցույցերի ժամանակ քիմիական նյութերի օգտագործման վերաբերյալ հավաստի հետաքննություններ, Եվրոպական դատարանի որոշումների կատարում և բաց քաղաքական երկխոսության մեկնարկ, իսկապես ժողովրդավարական միջավայրը վերականգնելու նպատակով։ Ազգային շարժման ներսում տարաձայնությունները շարունակվում են կուսակցության դիրքորոշման թարմացման և գործողությունների մարտավարության վերաբերյալ կարծիքների տարբերություններից բացի, պարզ է, որ ազգային շարժումը մի ժամանակ նաև տարբեր տեսակետներ ուներ ընդդիմադիր դաշինքի միանալու առումով։ Միխայիլ Սաակաշվիլիի ընտրած Նանուկա Ժորժոլյանին, որը վանդում է, կարծում է, որ ազգային շարժումը պետք է դուրս գա ընդդիմադիր միավորումից։ Մյուս կողմից Թինա Բոկուչավան միավորումից դուրս գալը համարում է անհամապատասխան։ Դատավարության ընթացքում նախկին նախագահը քննադատել է կուսակցության ղեկավարների աշխատանքը։ Տեղի է ունեցել դիվերսիայի մեջ մեղադրվող 8 քաղաքական գործիչների դատավարությունը։ Նիստում հարցաքննվել է մեղադրանքի կողմի 1 վկա, որը քննիչ է։ Մեղադրողի կողմով քննիչը դատավարության ընթացքում նշել է, որ լսել է Զուրաբ Ջափարիձեի, Գյորգի Վաշաձեի և Էլեն Խոշտարյայի կոչերը ցուցարարներին գրոհել խորհրդարանը։ Դատավորը դատարանի դահլիճից հեռացրել է Սաակաշվիլիի փաստաբան Բեքա Բասիլայիային։ Մեղադրյալներից մի քանիսը չեն ներկայացել դատավարությանը։ Գլխավոր դատախազությունը կանչ է ուղարկել Միխայիլ Սաակաշվիլիին, Գյորգի Վաշաձեին և Նիկա Գվարամյային, Նիկա Մելիային և Զուրա Գիրչի Ջափարիձեին, Էլեն Խոշտարյային, Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեի դեմ հարուցվել է քրեական գործ։ Գործը վերաբերում է պետության դեմ կատարած հանցագործությունների, մասնավորապես դիվերսիա, օտարերկրյա պետության նկատմամբ թշնամական գործունեության օժանդակություն, Վրաստանի սահմանադրական կարգի և ազգային անվտանգության հիմքերի դեմ ուղղված գործունեության ֆինանսավորում, ինչպես նաև Վրաստանի սահմանադրական կարգի բռնի փոփոխության կամ պետական կառավարման տապալման կոչ։ Թբիլիսիի քաղաքային դատարանը Կվիրգվելյանին տուգանեց 4000 լարիով Վրաստանի փոխվարչապետ, իրավապահ մարմինների համակարգման պետական նախարար Մամուկա Խազարաձեին վիրավորելու համար։ Ատելության խոսքի դեմ պայքարի դեպարտամենտը բացահայտեց փաստը և դիմեց դատարան պատասխան ստանալու համար։ Ինչպես հայտնի է, քաղաքացի Մամիա Կվիրգվելյան սոցիալական ցացում լրատվամիջոցներում արած գրառման մեջ վիրավորել է Մամուկա Դինարաձեին։ Նրա դեմ գործը քննվում է վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ հոդվածով։ Հանքագործների դատավարությունը տեղի ունեցավ Քութայիսի վերաքննիչ դատարանում, որտեղ պարսպանության և մեղադրանքի կողմերը հանդես եկան ներածական խոսքով։
Ճիաթուրայի ցանքագործերի հարազատներն ու ընկերները ժամանեցին Քութայիս ձերբակալվածներին աջակցելու համար։ Դատավորը որոշումը կհրապարակի հուլիսի 14-ին։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները հայտնաբերել են թմրանյութերի ժամանակավոր լաբորատորիա եւ ձերբակալել են Ղազախստանի 2 քաղաքացու թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեղադրանքով։ Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալները հետագա վաճառքի նպատակով թմրանյութեր են պատրաստել օգտագործելով տարբեր քիմիական նյութեր, այսպես կոչված ժամանակավոր բնակության վայրում ստեղծված լաբորատորիայում։ Քրեական գործով ձեռք բերված ապացույցները նույնպես հաստատում են, որ մեղադրյալները տարբեր մեթոդներով վաճառել են ինքնաշեն թմրանյութերը։ Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի է ունենում հոկտեմբերի 4-ի հանրահավաքի ժամանակ ձերբակալվածների դատավարությունը, որտեղ մեղադրյալները կօգտագործեն վերջնական դատավճիռի իրենց իրավունքը։ Այս դրվագով մեղադրյալներն են Մարիամ Մեկանցիավյան, Նանա Սանդերին, Աբու Նավերյանին եւ Անտոն Ռուբեին։ Դատավարությունը գտնվում է իր վերջնական փուլում եւ որոշումը կհրապարակվի առաջիկայում։ Փաստաբանները կներկայացնեն իրենց եզրափակիչ խոսքերը։ Մինչ այդ մեղադրյալներից մեկը Նանա Սանդերին խոսեց քրեակատարողական հիմնարկում իր նկատմամբ կիրառված հոգեբանական բռնության մասին։ Թբիլիսիում մեկնարկվեց ՄԱԿ-ի հանրային ծառայությունների ֆորումը։ Մեծածավալ միջազգային միջոցառման պատվիրակները երրորդյա ֆորումի ընթացքում Վրաստանի մայրաքաղաքում կքննարկեն համաշխարհային մարտահրավերները։ Հիմնական թեմաները կլինի թվային փոխակերպումը, արհեստական բանականության պատասխանատու օգտագործումը, տվյալների պաշտպանությունը, կոռուպցիայի դեմ պայքարը եւ քաղաքացիների ներգրավվածության բարձրացումը կառավարման գործընթացում։ Ֆորումում ելույթ կունենան Վրաստանի վարչապետը, արդարադատության նախարարը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը։